Բարի ուշ գիշեր, եթերում սեքսադարանն է, հաղորդում ամենակարևորի մասին, սեռական առողջություն, սեռական կյանք, ընտանիք և շատ այլ թեմաներ։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու և ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք չափազանց շատ հետաքրքրություն ներկայացնող մի թեմայի մասին, որը շատերին ծանոթ է անվանումով, բայց բովանդակությամբ անհայտ՝ սադոմազոխիզմ։ Վստահ եմ, որ շատերդ այս բառը լսելիս իհարկե ավելի շատ պատկերացնում եք բառի սադիստական նշանակությունը, չպատկերացնելով, որ իրականում սրանք երկու տարբեր, իրարից բևեռայնորեն տարբերվող սեռական շեղումներ են։ Այո, խոսքը սեռական շեղումների մասին է, որովհետև իրականում թե սադիզմը, թե մազոխիզմը ժամանակակից սեքսոլոգիայում դիտվում են որպես սեռական շեղումներ, որոնք կոչվում են պարաֆիլիաներ։ Պարաֆիլիա նշանակում է սիրելու, գրգռվելու, բավարարվելու այլընտրանքային ոչ ընդունված, ոչ ավանդական տարբերակ։ Հիմա եկեք մանրամասնենք, թե որը ինչ է նշանակում։ Սադիզմը սեռական գրգռման և բավարարման տարբերակ է, որի դեպքում անձը սեռական հաճույքի է հասնում դիմացինին նվաստացնելով և ցավ պատճառելով։ Իսկ մազոխիզմը սրա ծայրահեղորեն հակառակ տարբերակն է, որի դեպքում անձը սեռական հաճույք և բավարարվածություն է ստանում, երբ իրեն են նվաստացնում և սեռական ցավ պատճառում։ Իրականում, իհարկե, երկուսի դեպքում էլ կան առանձին պատճառներ, որոնց մասին մենք կխոսենք, որովհետև ամեն մեկն էլ ունի իր առանձին խումբը պատճառների, պարզապես մենք առօրյայում միասնականորեն անվանում ենք երևույթը սադոմազոխիզմ։ Իրականում, եթե փորձենք վերլուծենք, անձի մեջ որպես կանոն գերակշռում է մի ուղղությունը, կամ սադիստական հակումները, կամ մազոխիստական։ Իհարկե չի բացառվում, որ անձը ինչ-որ տոկոսային չափաբաժնով ունենա նաև մյուսից էլ, բայց որպես կանոն իհարկե գերակշռում է մեկը, կամ ավելի շատ սադիստական հակումներ, կամ ավելի շատ մազոխիստական։ Պարզապես առօրյայում ընդունված է երևույթը անվանել մեկ տերմինով սադոմազոխիզմ, և շատ հաճախ նույնիսկ խոսքում, երբ փորձում են նկարագրել ինչ-որ մեկի ագրեսիվ վարքագիծը, ասում են սադոմազոխիստական քայլեր է արել կամ սադոմազոխիստական դրսևորումներ ունի, նկատի ունենալով նրա ագրեսիվ վարքագիծը, բայց ինչպես արդեն ասեցինք, դրանք երկու բևեռայնորեն տարբեր երևույթներ են։ Պատմականորեն իհարկե պետք է նշել, որ երևույթին առաջին անգամ անդրադարձել է Կրաֆտ Էբինգը, ով իր աշխատություններում մանրամասն անդրադարձել է սադոմազոխիզմին, առանձին նկարագրելով սադիզմը և առանձին մազոխիզմը։ Նա իր Մուշտակո-Վեներան վեպում մանրամասնորեն նկարագրում էր քրիստոնյաների տանջանքները, որոնք հասնում էին տենդային վիճակի և նույնիսկ իրենց երևակայություններում դրանից հաճույք էին ստանում։ Հեղինակը դա նկարագրում էր և հետո նաև նշում, որ նմանատիպ տանջանքների արդյունքում հերոսները հաճույք էին ստանում և հենց այդ վեպից էլ երևույթը ստացել է համապատասխան անվանումը մազոխիզմ։ Իհարկե, ժամանակի ընթացքում տարանջատվել է նաև հոգեբանական մազոխիզմ հասկացությունը, որի դեպքում անձը սկսում է հաճույք ստանալ, երբ իրեն հարաբերություններում նվաստացնում են և ինքը հաճախ հանդես է գալիս զոհի կարգավիճակում, իսկ դրանից հետո էլ արդեն Կրաֆտ Էբինգը իր աշխատություններում սկսում է նկարագրել սեռական մազոխիզմը, որի պարագայում անձը սկսում է հաճույք ստանալ ոչ միայն հոգեբանական նվաստացումից, այլ նաև անկողնում ցավ զգալուց։ Ինչ վերաբերում է սադիզմին, ապա երևույթը իր անվանումը ստացել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Մարկիս դե Սադի աշխատությունների շնորհիվ։
Ինչպես հայտնի է, Մարկիզ դե Սադը իր երևակայություններում միշտ զգում էր ցանկություն դիմացինին ցավ պատճառելու եւ նվաստացնելու։ Իր սեռական ֆանտազիաները նա փորձում էր կիրառել սկզբում մարմնավաճառների հետ շփման ժամանակ, իսկ այնուհետև երեխաների։ Դա է պատճառը, որ ինքը կյանքի մի մասը անց է կացրել Բաստիլիայում, իսկ հետո նաեւ հոգեբուժարանում եւ իր բոլոր սեռական երևակայությունները ինքը նկարագրել է իր աշխատություններում, մասնավորապես Ժուստինա եւ Սոդոմի 120 օրերը վեպերում։ Ինչպես արդեն հասկացաք, երևույթը բավականին հին է եւ ինչպես շատ դեպքերում հիմա ասում են, թե մեր օրյա բոլոր չարիքները, մասնավորապես սեռական շեղումները, ժամանակակից դարի չարիքներն են կամ այլասերված Եվրոպայի դրսևորումներն են, բայց արի ու տես, որ այս երևույթը, ինչպես եւ մի շարք երևույթներ, ունեն ոչ թե միայն տասնամյակների, այլ հարյուրամյակների դարերի պատմություն։ Պարզապես պետք է ուսումնասիրել, գտնել պատճառները եւ հասկանալ, որ նմանատիպ երևույթները, ինչպիսին է սադոմազոխիզմը, ունեցել են դարերի պատմություն, պարզապես մինչ օրս կամ ուսումնասիրված չեն, կամ էլ հանրությանը անծանոթ են։ Խոսելով սադիզմի եւ մազոխիզմի պատճառներից, ուզում եմ նշել, որ մեր օրերում շատ ծնողներ գուցեև չգիտակցված իրենց դաստիարակության արդյունքում մեծացնում են դասական սադիստների եւ մազոխիստների։ Մի զարմացեք, գուցե այն ինչ որ դուք ձեր տանը կիրառում եք եւ այն մեթոդները, որոնց օգնությամբ երեխաներին դաստիարակում եք, ձեզ համար ընդունելի են, բայց իրականում իրենց բովանդակությամբ իհարկե այդ մեթոդները կարող են հետագայում լուրջ հետևանքների պատճառ դառնալ եւ այս պարագայում սադիզմը եւ մազոխիզմը բացառություն չեն։ Փորձեմ մանրամասնել։ Երբ է առաջանում սադիստական կամ մազոխիստական հակում։ Երբ փոքր հասակում, մասնավորապես 5-ից 10 տարեկանում, երեխան տանը տեսնում է ագրեսիվ մթնոլորտ, մասնավորապես երբ ալկոհոլի չարաշահման պարագայում ազատություն են տալիս իրենց բռունցքներին եւ դա շարունակական բնույթ է կրում, երեխայի մոտ առաջանում է առաջին հերթին վախի զգացում, որը հետագայում վերածվում ագրեսիայի։ Այսինքն, նմանատիպ դաստիարակչական մեթոդները, որոնց պարագայում երեխան ականատես է լինում ագրեսիայի, հատկապես մոր նկատմամբ, կարող է առաջացնել ագրեսիա երեխայի մոտ, որը հետագայում արդեն ուղիղ ճանապարհով վերածվում սադիզմի։ Ինչու՞։ Որովհետև իրականում տղայի մոտ այդ տարիքում պետք է ձևավորվի առնական վարքագիծը, իսկ աղջիկների մոտ կանացի եւ փաստորեն նորմալ վարքագծի փոխարեն, նորմալ սեռադերային վարքագծի փոխարեն երեխայի մոտ առաջանում է գերարտահայտված առնական վարքագիծ, որի ծայրահեղ աստիճանը սադիզմն է։ Այսինքն, ինքը այդ ագրեսիան սկսում է դրսևորել հետագայում իր հասակակիցների հետ շփվելիս, մասնավորապես փորձում է ընկերներին ցավացնել կամ ագրեսիա է դրսևորում հասարակ շփման ժամանակ, իսկ հետագայում արդեն միջանձնային հարաբերություններում հոգեբանական սադիզմը վերածվում սեռական սադիզմի, որի պարագայում ինքը պարտադիր պետք է անկողնային հարաբերության ժամանակ դիմացինին ցավ պատճառի։ Սրա հակառակ պատկերն է մազոխիզմը, երբ երեխայի ներկայությամբ ոչ թե միայն կոնկրետ կոնֆլիկտ է լինում եւ հայրը փորձում է նման ձևով խնդիրները լուծել կամ ձեռք է բարձրացնում մոր վրա, այլ երբ երեխային են նման կերպ դաստիարակում եւ իրեն են ծեծի ենթարկում։ Ուժը փաստորեն ոչ մի դեպքում ողջունելի մեթոդ չի եւ միայն կարող է խնդիրներ ստեղծել, իսկ այս պարագայում ճնշվում է երեխայի եսը եւ փաստորեն դարձյալ խախտվում է նրա սեռադերային վարքագծի ձևավորումը եւ հենց գրականության, ժամանակակից գրականության տվյալներով էլ թե սադիզմը, թե մազոխիզմը կոչվում են սեռադերային վարքագծի խանգարում, որովհետև նորմալ սեռադերային վարքագծի փոխարեն նրանց մոտ այն խանգարվում է եւ այս պարագայում արդեն ընկճվում է նրա եսը եւ ինքը սկսում է անընդհատ այդ վախից հաճույք ստանալ, հարմարվել եւ փորձել պարբերաբար այդ իրավիճակը պատկերացնելով եւ հիշելով վախը, այդ ամենը վերապրել, որը հետագայում վերածվում արդեն հաճույքի։
Վերածվելով հոգեբանական մազոխիզմի, նման մարդիկ որպես կանոն միշտ նախընտրում են լինել զոհի կարգավիճակում, հարաբերություններում միշտ լինում են տուժողի կարգավիճակում, հարմարվող են, երբեք չեն փորձում լուծել խնդիրը, կամ էլ լուծում են խնդիրը հաղթանակ պարգևելով դիմացինին եւ դրանով իսկ իրենք հաճույք ստանալով։ Հետագայում խնդիրը ավելի է բարդանում, երբ իրենք սկսում են անկողնային հարաբերություններում հաճույք ստանալ, որը փաստորեն վերածվում արդեն սեռական մազոխիզմի եւ հետագայում իրենց անձնական կյանքում կարող են մինչեւ վերջ ուղեկցել։ Որպես կանոն, իհարկե շփման մեջ իրենք ունեն որոշակի առանձնահատկություններ եւ շատ դեպքերում կարելի է նկատել, երբ փորձում են անընդհատ լինել իշխողի դերում, փորձում են դիմացինին նվաստացնել, շփման մեջ արտահայտված ագրեսիա կա։ Ագրեսիան որպես կանոն առաջին ծիծեռնակն է, որը պետք է մտահոգի։ Ագրեսիվ վարքագիծը, երբ արդեն անցնում է թույլատրելի սահմանները եւ հարաբերություններում արդեն սկսում է գերակշռել, սա արդեն մտահոգության առիթ է դառնում, որովհետեւ այն հետո սկսում է արդեն դառնալ սովորական երևույթ եւ սկսում է տարածվել ընկերական շրջապատում, միջանձնային հարաբերությունում, ինչպես նաեւ անկողնում։ Նույնը նաեւ մազոխիզմի պարագայում, երբ արդեն անձը անկախ սեռից, իդեպ պետք է նշել, որ թե սադիզմը, թե մազոխիզմը հավասարապես հասու է եւ տղամարդկանց եւ կանանց, այսինքն շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե սադիստ լինում են բացառապես տղամարդիկ, իսկ մազոխիստ կարող են լինել միայն կանայք, բայց արդեն հասկանալի է, որ ոչ։ Եվ շարունակելով միտքս նշեմ, որ նման դեպքերում մազոխիստ անձանց բնորոշ է հակառակ պատկերը, իրենք առօրյա հարաբերություններում նախընտրում են ավելի շատ իհարկե լինել նեղացողի կամ նվաստացողի կարգավիճակում եւ դա իրենց շատ շահեկան է։ Այսինքն, եթե մենք փորձենք տարբերակել սովորական իրավիճակներից, ապա սովորականի պարագայում անձը բնականաբար երբ տեսնում է ագրեսիվ վարքագիծ կամ երբ որ իրեն փորձում են նվաստացնել, ինքը բնականաբար դրանից հետևություններ է անում կամ արձագանքում է նրան։ Այս պարագայում արձագանք չկա, որովհետև իրենց համար դա չափազանց կարևոր է եւ բնականաբար հաճելի։ Եվ իդեպ ասեմ, միջանձնային հարաբերություններում, մասնավորապես սադիստների պարագայում, շատ կարևոր է, որ իրենց բոլոր դրսևորումները վարքային անպայման արձագանք գտնեն, այսինքն իրենք ինքնահաստատվում են, երբ իրենց ագրեսիան տեղ է հասնում եւ ամեն անգամ, երբ որ իրենց ագրեսիվ վարքագիծը տեղ է հասնում, դրանք հետո հաջորդ շփումներում ել ավելի են դոզան ավելացնում եւ նույնը նաեւ տեղի ունեն մանկողնային հարաբերություններում։ Եվ այս առումով մենք պետք է տարբերակում անցկացնենք նաեւ փսիխոպաթիաների միջեւ, որովհետեւ չափավոր, այսպես ասած, ագրեսիան անկողնային հարաբերություններում, որը չի բերում լուրջ հետևանքների, տրավմաների, ինչ որտեղ դեռ մարսելի է, եթե իհարկե ընդունելի է դիմացինի կողմից, բայց երբ արդեն մենք գործ ունենք փսիխոպաթիայի, այսինքն անձի դեգրադացիայի հետ եւ այս պարագայում արդեն իսկ նրա համար դա գերնպատակ է դիմացինին ցավացնել, հարաբերության ժամանակ անպայման ուժ կիրառել, այս դեպքում արդեն լուրջ մտահոգության առիթ ունենք։ Որպես կանոն զույգերի պարագայում չափավոր ուժի օգտագործումը կամ ինչպես մենք հաճախ ասում ենք կսմիթները անկողնային նորմայի մեջ են, եթե երկուսի համար էլ հաճելի են եւ դրանք խիստ տարբեր են, յուրաքանչյուր զույգ ինքն է ընտրում, թե կոնկրետ մարմնի որ մասերը ինչպես կարելի է նորմայից մի քիչ ավելի շոյել կամ թեկուզ ուժ կիրառել, կծել, գուցե եւ կսմթել եւ սա շատերի պարագայում նաեւ հաճույքի աղբյուր է։ Բայց այլ պատկեր է, երբ դա կիրառվում է դիմացինի կամքին հակառակ, օրինակ, երբ պարտադիր պետք է հարաբերության ժամանակ կապ կպել զուգընկերոջը եւ կոպտորեն հարաբերություն ունենալ, ցավացնելով նրան, վերջում նաեւ հարվածելով կամ ընթացքում հարվածներ հասցնելով նրա սեռական օրգաններին եւ ոչ միայն, ապա այս դեպքում մենք գործ ունենք արդեն անձի խանգարման փսիխոպաթիայի հետ եւ բնականաբար այս պարագայում արդեն լուրջ մտահոգության առիթ է ու բուժման կարիք կա։
Ցավը տանելի է, եթե այն չափավոր է։ Ցավը տանելի է, եթե այն չի անցնում թույլատրելի սահմանները եւ առավելույս չի վերածվում բռնության։ Եթե խնդիրը արդեն բացահայտվել է եւ զուգընկերներից մեկը, որպես կանոն կինը նկատում է, որ իր ընտրյալը ունի նման հակումներ եւ պարտադիր դրանք իրագործում է, ապա առաջին հերթին պետք է դրա մասին անկեղծորեն զրուցել, հասկանալ խնդրի լրջությունը եւ դիմել մասնագետի օգնությանը։ Ինչու՞։ Սեռական ֆանտազիաները խիստ տարբեր են լինում եւ եթե զուգընկերոջ սեռական ֆանտազիաներում կան սադիստական էլեմենտներ, որոնք իրագործելու համար նա պարտադիր կիրառում է ուժի էլեմենտները ընդ որում բռնության տեսքով, ապա նման հարաբերությունները դառնում են վտանգավոր եւ կարող է յուրաքանչյուր հարաբերություն փաստորեն ուղեկցվել բռնությամբ։ Նման պարագայում պետք է դիմել մասնագետի օգնությանը, հասկանալ խնդրի լրջությունը եւ ստանալ համապատասխան բուժօգնություն։ Խոսելով սադիստների եւ մազոխիստների սեռական խնդիրների ու խանգարումների մասին, պետք է նշեմ, որ մասնավորապես սադիստների պարագայում շատ դեպքերում նկատվում են սեռական խնդիրներ, մասնավորապես պոտենցիայի եւ ակտի տևողության հետ կապված։ Ինչու՞։ Սադիստները աչքի են ընկնում հատկապես իրենց արտահայտված վառ նյարդային ռեակցիաներով եւ սկզբնական շրջանում հարաբերությունների մեջ մտնելիս իրենք լինում են չափազանց լարված ու անհանգիստ, որը կարող է հանգեցնել թե պոտենցիայի խանգարման եւ թե վաղաժամ սերմնաժետքման։ Սակայն նմանատիպ երևույթներ կարող են նկատվել նաեւ այն տղամարդկանց մոտ, որոնք սեռական հարաբերություններում սիրում են կիրառել որոշակի տարրեր, ագրեսիվ վարքագծի, սեռական փաղաքշանքների եւ իրենց սեռական հարաբերություններում պարտադիր պետք է օգտագործեն կոպտության կամ ագրեսիայի էլեմենտներ։ Լինելով լարված եւ փորձելով այդ ագրեսիան դրսեւորել կամ ստանալ հաճույք, տղամարդը որպես կանոն կարող է կամ շուտ հասնել վաղաժամ սերմնաժետքման կամ ունենալ պոտենցիայի հետ կապված խնդիր։ Եթե այս կամ այն խնդիրը նկատվում է, ապա դա նույնպես իհարկե պետք է նկատի ունենալ, որովհետև խնդիրը կարող է խորացնել ագրեսիան եւ ավելի արտահայտիչ դարձնել այն։ Այս դեպքում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսետին դեղամիջոցները։ Տադաֆորտը ցուցված է սեռական թուլության, այսինքն պոտենցիայի խանգարման բուժման ժամանակ եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը աչքի է ընկնում իր արդյունավետությամբ եւ համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո, երբ բժիշկը նշանակում է դեղամիջոցը, այն իր արդյունավետությունը կարող է պահել մինչև 36 ժամ։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին պարտադիր պետք է ծանոթացի բուժող բժիշկը։ Դապոքսետինը նախատեսված է վաղաժամ սերմնաժետքման բուժման համար եւ ունի նույնպես երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումն է նախատեսվում բուժման ժամանակ, որոշում է բուժող բժիշկը կախված վաղաժամ սերմնաժետքման խորությունից եւ վաղեմությունից։ Դեղամիջոցը նշանակվում է կոնկրետ բուժման սխեմայում մնացած պրեպարատների հետ միասին եւ ունի բարձր արդյունավետություն, ինչպես շատ դեպքերում նշում են հենց պացիենտները, դեղամիջոցը արդեն իսկ առաջին ընդունումից հետո տալիս է իր արդյունավետությունը եւ սեռական ակտի տևողությունը զգալիորեն երկարում է։ Իհարկե, այն արդյունավետ է հատկապես եթե հայտնաբերվել են կոնկրետ պատճառները եւ դրանք մեկուսացվել։ Դեղամիջոցը կարելի է նաև զուգակցել Տադաֆորտի հետ եւ օգտագործել միասին, եթե տղամարդու մոտ նկատվում է եւ վաղաժամ սերմնաժետքում եւ պոտենցիայի հետ խանգարում։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին անպայման պետք է տեղեկացնի բուժող բժիշկը համապատասխան սեքսոլոգիական հետազոտություններ անցկացնելուց հետո։ Խնդիրը իհարկե բուժման ենթակա է եւ ժամանակի ընթացքում պարզելով պատճառները հնարավոր է լինում, որքան հնարավոր է շուտ այն լուծել, կարգավորել եւ բուժել։ Պարզապես պետք է դա գիտակցել եւ ժամանակին դիմել բժշկի։ Իսկ առջևում ձեզ սպասվում է չափազանց հետաքրքիր հարցազրույց հոգեբանի հետ։ Մնացեք մեզ հետ։
Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ջանքերով է հնարավոր այն պահպանել։ Սադոմազոխիզմ բառ, որը երևի թե շատերդ եք լսել, բայց կամ այդքան էլ լիարժեք չեք պատկերացնում այդ բառի իմաստը, կամ էլ շատերը պատկերացնում են այնպես, ինչպես լսել են։ Իսկ այդ մասին մենք այսօր կխոսենք կլինիկական հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ։ Լիլիթ, բարի կեսգիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Առօրյայում, ինչպես արդեն ես նշեցի, շատ հաճախ է օգտագործվում սադոմազոխիզմ տերմինը եւ շատերը իսկապես չգիտեն, թե ինչ է նշանակում սադոմազոխիզմ, երբեմն այլ իմաստով են կիրառում։ Եկեք նախ բարձրաբանենք եւ հասկանանք, ինչ ասել է սադոմազոխիզմ հատկապես հոգեբանական տեսակետից։ Սադոմազոխիզմը պարաֆիլիա է, սեռական խանգարում եւ ագրեսիան է, հա, որ մարդուն դեստրուկտիվ, այսինքն թշնամական վարքն է, դեստրուկտիվ ասելով նկատի ունենք այդ կործանարար, վնասել, ճնշել, ջարդել եւ դիմացինին վնասելու եւ ոչ միայն դիմացինին, նաեւ ագրեսորը ինքն է վնասվում հոգեբանական առումով, թշնամական, հա, վարք է, ագրեսիվ վարք է, այո, որտեղ որ հաճույք է ստանում դիմացինին ցավ պատճառելուց, ֆիզիկական, հոգեբանական եւ տարբեր կերպով է արտահայտվում, այսինքն սադո, երբ դոմինանտում է, իսկ մազոն, երբ որ ենթարկվում է դիմացինին։ Ագրեսիա իրականացնող մարդը ոչ միայն վնասում է դիմացինին, այլ նաև ինքն իրեն, որովհետև միշտ ունենում է մեղքի զգացում եւ շրջապատից օտարանում է, որովհետև այդ պոռթկման ժամանակ հաճելի չէ, որ իրեն տեսնում է։ Եվ իսկ ով ում ենթարկում են ագրեսիայի, նա ունենում է հետագայում վստահություն, հա, հարաբերությունների նկատմամբ, ինքնագնահատականի անկում, որովհետև մտածում է, որ հետագայում այդ շղթան նորից կկրկնվի եւ իրեն կենթարկեն նորից ագրեսիայի։ Եվ որպես կանոն արդեն ժամանակի ընթացքում սկսում է այն ավելի դրսևորվել, արդեն միջանձնային հարաբերություններում, եկեք խոսենք պատճառների մասին, ավելի շատ որոնք են այն հիմնական պատճառները, որոնք կարող են հանգեցնել ագրեսիվ վարքագծի ձևավորմանը, իսկ հետագայում էլ արդեն դրա ծայրահեղ աստիճանի սադոմազոխիզմին։ Այո, պատճառները շատ բազմազան են եւ հոգեբանական տեսանկյունից երբ խոսում ենք, այստեղ ընդհանրապես ագրեսիան ինչ է, հա, կուտակված էմոցիաների միանգամից ներքին լարվածության թոթափում, երբ որ ինչ-որ բաներին մանկական ագրեսիան ինչպես է արտահայտվում, երբ այդ անկարողությունը, երբ որ ամեն ինչ իր ուզածով չի գնում, հա, հասուն տարիքում շատ բան չի փոխվում, հա, եւ սա վարքագիծ է, ավելի կործանարար, դեստրուկտիվ, ինքը առողջ վարքագիծ չէ, հա, եւ այս տեսանկյունից արտահայտվում է եւ վերբալ մակարդակով, հա, արտահայտություններ խոսքային եւ ֆիզիկական եւ հոգեբանական արտահայտություններից օրինակ, եթե միջանձնային հարաբերությունների մասին ենք խոսում, ինքը բնականաբար շատ հոգեբանական եւ հուզական լարվածության է բերում եւ կյանքի որակը շատ ընկնում է, հա, զույգերի մոտ եւ խոսքային մակարդակով ինքը կարող է արտահայտվել քո մոտ ոչինչ չի ստացվի, ես գիտեի, որ այսպես կլինի, հա, ենթադրենք հարաբերությունը չի ստացվի։ Հրահրող գործում։ Հրահրող, այո, սադրող, այո, քմծիծաղ նույնիսկ, հա, եւ այս ամենը, այո, ագրեսիա։ Պատճառների մասին, եթե ես խոսեմ, առաջինը հուզական կարգավորման այդ բացակայությունն է, այսինքն զսման մեխանիզմները շատ թույլ են, ինքնակարգավորում, որ դու կարողանաս կարգավորել, հա, քո վարքը, որ ամեն ինչ քո սրտով չի կարող գնալ, հա, հաջորդը ցածր ինքնագնահատականն է եւ դա մենք չենք կարող բացառել, որովհետեւ այստեղ դոմինանտելու, հա, վախը ծնում է ագրեսիա։ Եվ բնականաբար այստեղ դոմինանտում ես կարևորություն, որ ես այնքան կամ կարող եմ դոմինանտել, հա, եւ ինչպես նաեւ կարող է լինել ստրեսի, տրավմաների հետևանք, երբ որ էմոցիաները կուտակվում են եւ տեղ չունեն դուրս գալու։ Մի ձևով պետք է դուրս գան եւ դա այդ ներքին լարվածությունը դուրս գալը լինում է ագրեսիայի միջոցով։ Շատ կարևոր միտք հնչեց, վախը ծնում է ագրեսիա։ Երևի թե ագրեսիվ վարքագծի հիմնական
պատճառը, ձևավորման աղբյուրը վախն է, որը ծնում է ագրեսիա, ինձ հետաքրքիր կլինի ձեր կարծիքը, եւ մանուկ հասակից հատկապես, երբ որ վախը արդեն ժամանակի ընթացքում սկսում է շատանալ, նաև ծնողների ոչ կոնստրուկտիվ դաստիարակության հետևանքով, արդեն դա արտահայտվում է ագրեսիայի տեսքով։ Այո, շատ ճիշտ եք նկատում, այստեղ ոչ միայն վախը, հա, հույզերից չառանձնացնենք, հույզերի ճիշտ չարտահայտումը, ենթադրենք մարդը ամբողջ կյանքում լսում է, որ կոնֆլիկտը վատ է, հա, ինքը չի կարող ուղիղ ձևով դա ասել, որ վատ է, եթե մենք пассив ագրեսիայի մասին խոսենք, հա, նույնիսկ թվում է, թե ինչ է անում, որ ագրեսիա է, հա, օրինակ հաճոյախոսություն կարող է անել пассив ագրեսիայի տեսանկյունից, այսօր տեսքդ լավ է, հա, ստացվում է, որ միայն այսօր էլա կամ վերջապես դա քո մոտ ստացվեց, հա, այդ էլի սադրող արտահայտություն է, ստացվում է, որ չէր սպասում, որ կստացվի, հա, վերջապես կամ հենց այսօր քո տեսքը լավ է, եւ այո, մարդիկ սովոր չեն ուղիղ ձևով իրենց մտահոգությունները ասել, հա, եւ վարքը միանգամից դուրս է մղվում, հա, ագրեսիայի տեսքով։ Լիլիթ, խոսենք բարդությունների ու հետևանքների մասին, որոնք են այն հիմնական բարդությունները, որոնք կարող են առաջանալ, եթե ժամանակին չփորձենք կանխել խնդրի խորացումը։ Այո, եթե մենք խոսում ենք միջանձնային հարաբերությունների մասին, զույգերի մոտ, հա, եթե այնտեղ կան երեխաներ, այստեղ վտանգ կա, որ դա կարող է համարվել նորմալ վարքի ձև, ագրեսիան։ Եվ հիմնականում ինքն էլ լինի իր կյանքում, հա, այդ փակ շղթան լինի եւ ինքն էլ լինի բռնարար։ Այսինքն այնպես չի, որ իր հետ այդպես վարվել են եւ ինքը դա չի կրկնի։ Ընդհակառակ այստեղ վտանգ կա, որ դա հետագայում կդառնա նորմալ վարքի ձև։ Եվ պետք է խոսել, որ դա եթե անընդհատ կրկնվում է, այսինքն տոտալ վարքի հետ մենք գործ ունենք, ոչ թե բոլորս էլ ինչ որ պահերի լինում ենք ագրեսիվ, հա, դա նույնիսկ էվոլյուցիոն տեսանկյունից պաշտպանական է, բայց եթե դա էսկալացիայի է հասնում եւ ոչ մի ռացիոնալ փաստարկ այստեղ արդեն չի օգնում, այսինքն կոնստրուկտիվ ոչ մի բանի մասին չենք կարող, հա, արդեն սա դառնում է լուրջ խնդիր, որ մենք գործ ունենք, հա, ագրեսիայի հետ եւ դիմացինը պատրաստ չէ կոնստրուկտիվ համագործակցային լինելու։ Այն նշեցիք ամուսնությունը, եկեք մենք հաճախ պրակտիկայում ենք դա նկատում, վերլուծենք որևէ մի դեպք ամուսնական զույգի, երբ ամուսնանալուց հետո պարզվում է, որ զուգընկերներից մեկը ունի նման հակումներ, այսպես ասենք, սադոմազոխիստական, որոնք դեռ պատանեկան տարիքում չեն դրսևորվել, բայց ամուսնանալուց հետո ինքը դա փորձում է ռեալիզացնել միջանձնային հարաբերություններում եւ հատկապես իհարկե փորձում է դա պարտադիր ռեալիզացնել սեռական հարաբերությունների ժամանակ։ Այն մոտեցումը նման դեպքում Ես այստեղ այսպես կուզեմ պատասխանել, թե կողակիցը այդ դեպքում ինչու է հանդուրժում, հա, այսինքն մենք միայն չենք խոսում ագրեսորի վարքագծից, այլ նաև այլ վարքագծից, թե ինչու իր մտահոգությունները, հա, այստեղ չէ որ կարելի է հարաբերությանը վերջ դնել կամ փորձել խոսել, հասկանալ, որ ես մտահոգություն ունեմ ու այստեղ կոնստրուկտիվ ոչինչ չի կարող լինել, այսինքն ռացիոնալ փաստարկները եթե չեն աշխատում այստեղ, ուրեմն դիմել մասնագետի օգնության, թեժ գծեր կան այսօր, հա, եթե ինչ որ բռնության զոհ են դարձել եւ կուզեմ ասել, որ եթե հանդուրժում է հասկանալ այդ դեպքում ինչն է հանդուրժում, հա, իմացավ, այո, պատճառ, այո եւ այս դեպքում ինչ է իրեն տալիս այդ հանդուրժելը։ Լիլիթ, երբ պետք է մտահոգվել, երբ պետք է անհանգստանալ, որպեսզի խնդիրը չխորանա։ Անհանգստանալ, եթե դա սիտուացիոն չէ եւ արդեն տոտալ բնույթ է կրում, երբ ոչ մի ռացիոնալ փաստարկ այստեղ չի օգնում։ Փորձում ես խոսել մտահոգությունների մասին, բայց դիմացինը կոնստրուկտիվ դաշտ չի գալիս, այսինքն վարքը դեկոնստրուկտիվ է։ Եվ այստեղ արդեն, այո, պետք է հասկանալ, որ գործ ունենք խնդրի հետ։ Եվ այդ դեպքում արդեն փորձել կամ մասնագետի օգնությամբ կամ հասկանալ, որ գիտակցել, որ կա խնդիր, սա ամենակարևորն է, որ ես ուզում եմ տալ այս մեսիջը, հա, ընդունել, որ կա խնդիր։ Այո, մեր մշակույթը շատ տալիս է, որ պետք է լինել հեզ, հասկացող, հա, եւ
չի կարող մարդը ընդունել, որ ենթադրենք ինքը ագրեսոր է, հա, բայց ընդունել որ կա խնդիր։ Իսկ երբ որ մարդը գիտակցում է, որ կա խնդիր, ապա լուծման ճանապարհները շատ բազմազան են։ Լիլիթ, եկեք մի քանի խորհուրդներով դիմենք ծնողներին։ Վերջիվերջո, ինչպես հասկանում ենք, առողջ լինելու հիմքում առողջ մանկությունն է։ Եվ որոնք են այն հիմնական խորհուրդները, որոնց պետք է հատկապես նորաթուխ ծնողը հետևի այդ խորհուրդներին, որպեսզի երեխան ունենա առողջ մանկություն, վերջիվերջո ագրեսիայի հիմքում նաև անառողջ մանկությունն է շատ դեպքերում։ Ունենա առողջ մանկություն իր բոլոր հետևանքներով եւ հետագայում նաև հասուն առողջ կյանք։ Ինչ խորհուրդներ կտաք։ Ընդհանրապես խորհուրդ տալը հեշտ է, հա, մենք բոլորս է գիտենք, բայց այն հիմնական հաղորդագրությունը, որ կուզեմ ասեմ ծնողներին, որ սիրել իրենց երեխաներին անպայմանական, այսինքն այդ մանիպուլյացիոն արտահայտությունները, եթե դու լավ սովորես, ապա ինչ որ բան քո մոտ լավ կստացվի, ես քեզ շատ կսիրեմ, այսինքն պասիվ ագրեսորներ չմեծացնել, հա, եւ երեխան միշտ նայում է ծնողներին։ Ծնողները իր համար հայելի են, այսինքն առողջ հարաբերություններում, որտեղ կան սեր եւ հարգանք, երեխան դա շղթայով, վարքագծով իր հետ կտանի հասուն հարաբերություն։ Շատ բարի։ Կարծում եմ այսօրվա մեր քննարկումը իհարկե շատ օգտակար կլինի ծնողների համար, հատկապես առողջ ծնողավարություն կազմակերպելու առումով, որովհետև շատ շատերը չեն էլ պատկերացնում, թե դաստիարակման ժամանակ նմանատիպ մանիպուլյատիվ քայլերի դիմելով ինչպիսի հետևանքների կարող են հասնել, բերելով նրան, որ երեխայի մոտ կարող է արդեն իսկ դրանով պայմանավորված ձևավորվել անառողջ վարքագիծ, ագրեսիվ վարքագիծ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալություն թեման բարձրաձայնելու համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։ Իմ մասնագիտական կյանքում պատահած տարբեր դեպքեր ոչ միայն կարող են զվարճալի լինել, այլ նաև սովորեցնող։ Իմ այսօրվա դեպքը վերնագրել եմ հետևյալ կերպ. տեղը դրեք մոմիկը։ Երևի թե շատերը արդեն հասկացան ինչի մասին է խոսքը, որովհետև մասնագիտական գործունեության ընթացքում առնչվելով տարբեր սեռական խանգարումների հետ, բնականաբար բուժման ժամանակ կարիք է լինում բուժման մեջ նշանակել համապատասխան դեղամիջոցներ մոմիկների տեսքով։ Մոմիկները տարբեր են ըստ իրենց բովանդակության, բաղադրության եւ ցուցման։ Եվ պացիենտներից մեկը, ում նշանակել է բուժման կուրս, որի մեջ ընդգրկված էին նաև մոմիկներ, գիշերվա ժամը 2-ին զանգահարում է ինձ եւ շատ անհանգիստ ձայնով հարցնում. բժիշկ ջան, մոմիկը դրել եմ, բայց սպասում եմ, որ դուրս գա ու միջև հիմա դուրս չի գալիս։ Ինչ անեմ, երբ է դուրս գալու։ Բնականաբար այս դեպքում պացիենտին պետք է բացատրել, որ մոմիկը ոչ մի տեղից էլ դուրս չի գալու, թեև լինում են դեպքեր, որ դուրս է գալիս, եթե պացիենտը այն ճիշտ չի տեղադրում, նման դեպքեր էլ ենք մենք ունենում, բայց մոմիկը նախատեսված է հենց նրա համար, որպեսզի տեղադրելուց հետո այն ունենա իր ազդեցությունը եւ բնականաբար թողնի բուժական էֆեկտ։ Մոմիկների հետ կապված պատմությունները շատ են եւ պատմեմ եւս մեկը։ Մոմիկները սովորաբար տղամարդիկ օգտագործում են քնելուց առաջ, դրա համար էլ զանգերը լինում են գիշերվա ժամերին։ Եվ հերթական զանգը ես ստանում եմ դարձյալ գիշերվա ժամերին ու պացիենտը շատ նեղված ինձ ասում է. բժիշկ ջան, մոմիկը ոչ մի կերպ չեմ կարողանում տեղադրել։ Իմ հարցին եւ զարմանքին, թե ինչպես թե չի կարողանում մոմիկը տեղադրի, պացիենտը արդեն սկսում է զայրանալ եւ ասել, դե բժիշկ ջան, չի ստացվում, մոմիկը չի մտնում։ Նույնպես իհարկե փորձում եմ հասկանալ խնդիրը եւ ասում, որ մոմիկը պետք է տեղադրել հաշվի առնելով, որ մոմիկը ունի սուր ծայր եւ բնականաբար պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի մոմիկը տեղադրվի ճիշտ ուղղությամբ, այսինքն սուր ծայրը ուղղելով դեպի հետանցքը։
Պացիենտն ասում է բժիշկ ջան, արել եմ ամեն ինչ, բայց չի ստացվում, ոնց անում եմ, չի ստացվում, նույնիսկ համապատասխան դիրք եմ ընդունել, որպեսզի փորձեմ մոմիկը տեղադրել, բայց չի ստացվում, չի մտնում ու նույնիսկ արդեն ցավեր ունեմ։ Երբ արդեն ես լսեցի ցավի մասին, արդեն սկսեցի կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Ու խնդրեցի պացիենտին մանրակրկիտ նկարագրել, թե ինչպես է ինքը փորձում տեղադրել մոմիկը։ Պարզվեց, որ մոմիկը դեղատուփից հանելուց հետո պացիենտը առանց պատյանի միջից մոմիկը հանելու փորձել է այն պատյանով, որը պատկերացնում եք թե ինչքան տհաճ է եւ սուր, փորձել տեղադրել հետանցքում։ Բնականաբար այս դեպքում մոմիկը ներս չի անցել եւ ինքը փաստորեն քանի ժամ փորձել է տառապել եւ մոմիկը տեղադրել, նույնիսկ լորձաթաղանթն է վնասել եւ նոր դրանից հետո զանգարել է ինձ եւ ներկայացրել խնդիրը, որ մոմիկը չի կարողանում տեղադրի։ Եվ այս եւ մի շարք այլ դեպքեր ինձ համար արդեն դարձան բավականին, այսպես ասած, ուղեցուցային, որից հետո ստիպված ես ամեն անգամ, երբ պացիենտներին նշանակում եմ համապատասխան բուժում, որի մեջ ընդգրկված են նաեւ մոմիկները, մանրամասն բացատրում եմ, թե ինչպես պետք է օգտագործել դրանք, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն եւ բուժումը լինի արդյունավետ եւ ոչ զավեշտալի։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Գտեք մեզ ATV եթերում, փնտրեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը եւ կիսվեք մեկնաբանություններով։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր կարծիքը եւ վստահությունը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մնացեք բարով եւ խաղաղությամբ։